հայտարարություն տարածեց, որ մասնավորապես, եթե չեմ սխալվում, Միացյալ Էմիրություններում գտնվող մեր քաղաքացիների հետ կապված, տեղափոխելու հետ կապված նմանատիպ հարցերով մշտական կապի մեջ է մեր դիվանագիտական կորպուսը, ու այս առումով աշխատանքներ տարվում են, իսկ բուն ձեր նշած հարցի հետ կապված բնականաբար բոլոր հնարավոր սցենարները քննարկվում են եւ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է ամեն ինչի հնարավորինս պատրաստ լինելու համար։ Պարոն Ալեքսյան, չգիտեմ պատասխանել եք թե չէ, պաշտոնապես ցավակցություն, հարձակման դատապարտում ինչու չի անում Հայաստանի իշխանությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը բնականաբար խիստ մտահոգված է տեղի ունեցողով եւ բնականաբար ցանկանում է որպեսզի աշխարհում տիրի խաղաղություն, մնացածի մասով արդեն անպատասխան բաները կլինեն, բայց կներեք էլի հատկապես ընդդիմադիր մեդիայից նման հարցեր լսելը մի քիչ չգիտեմ ինչ չեն դատապարտում, ինչ չեն բանում, սրանից մի տարի առաջ էր, եթե չեմ սխալվում, որ Ռոբերտ Քոչարյանը բան էր անում, որ Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է Իրանի հետ ինչ կապի, ռազմական դաշինք կապի որպես այդպիսին։ Այս հարցը ոնց հասկացա, մի տարի առաջ մոտավորապես տալիս էին, ասում էին, խի Հայաստանը Իրանի հետ ռազմական դաշինք չի կապում, հիմա այդ հարցը վերաձևափոխվել է, թե ինչի Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ցավակցում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլոր մեծ, շատ մեծ, իրոք չեք հասկանում, ինչ կապ ունի։ Իրոք չեք հասկանում, ինչ կապ ունի։ Ժողովուրդ ջան, բայց կներեք, Հայաստանի, այսինքն ամբողջ աշխարհը տենց պատկերացրեք, էլի ամերիկյան ավիանոսեց բանը, ավիակիրները ծովում կանգնած սպասում են Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց դատապարտի, Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց մի բան ասի, միանգամից պատտվելու են հետ գա։ Ոնե ցավակցել է Ժողովուրդ ջան, բոլոր երկրներն են մեր բարեկամ ու հարևան երկր, որը չէ։ Միացյալ Էմիրությունները տարածաշրջանը, սահմանակից չեն տարածաշրջանային առումով երկրներն արդեն ցավակցել։ Ժողովուրդ ջան, ձեր հարցը հասկանում եմ, որ հստակ է։ Ես ասում եմ, ձեր լրատվականի քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, սրանից մի տարի առաջ, դե երկուսն են, նեցեք ասում, ոնց որ տարբեր բևեռների լրատվականն է, մեկը TV5-ն է, մեկը H2-ը։ Չէ։ Դե ասում եմ, ձեր ղեկավարը քաղաքական առումով ձեր լրատվականի քաղաքական ղեկավարը սրանից մի տարի առաջ ասում էր Հայաստանը պետք է Իրանի հետ ռազմական դաշինք կնքի որպես այդպիսին Հայաստանում իրանական զորքեր տեղակայի, այս տեղակայի, այն տեղակայի։ Հիմա դուք որպես այդ լրատվական քաղաքականությունը նաև այդ հայտարարությունը առաջ մղած այսպես մարդ։ Օրինակ ինչ հետևանքներ կլինեին, եթե ձեր այդ նախորդ գուժածը, այդ ձեր նախորդ ստրատեգիան Հայաստանի Հանրապետությունը իրականացրած։ Ես ձեզ ընդհանրապես հարց եմ տալիս։ Դե ես ընդհանրապես պատասխանում եմ։ Ես էլ ասում եմ, Հայաստանի Հանրապետության իշխանությունը սպառված է Հայաստանի Հանրապետության գործերով, Հայաստանի Հանրապետության իշխանությունը խիստ մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցողով, բայց խնդրում եմ հարգելի գործընկերներ, մի փորձեք ամբողջ աշխարհում տեղի ունեցողը այնպես ներկայացնել, որ կախված է Հայաստանի Հանրապետության իշխանության հայտարարությունից կամ վերաբերվում են պաշտպանական խնդիրներին, թե կազմակերպական ավելի շատ։ Փառք Աստծո կազմակերպական, որովհետև ինչպես տեսնում եք, ինչպես օրինակ հաճախ ընդդիմադիր մամուլը ասում է, Հայաստանում խաղաղություն է, բայց կողքերը ինչ ասես տեղի ունենում ու Հայաստանի Հանրապետության իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքը ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թափվող արյունն է եւ փառք Աստծո, այլ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կարկանդակ ուտելը։ Պարոն Ալեքսանյան, կներեք, այնուհանդերձ ինչ մտահոգություններ կան Հայաստանի շուրջ, ինչ զարգացումներ կարող են լինել Մերձավոր Արևելքում սկսված այս պատերազմով, ինչ սցենարների է պատրաստ Հայաստանի իշխանությունը։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը մասնավորապես քննարկում է ամենատարբեր հնարավոր զարգացումների սցենարները, բայց եթե թույլ կտաք, սա իմ անձնական կարծիքն է որպես այդպիսին, հիմնական ռիսկերը կարող են լինել տնտեսական ու համաշխարհային տնտեսական, էլի, որպես այդպիսին նավթի գների հետ կապված, այս մեկի հետ կապված, այն մեկի հետ կապված, նաև գիտեք, որ Մերձավոր Արևելքի մի շարք օդանավակայաններ ուղղակի կանգնած են, ունենք Հայաստանի քաղաքացիներ, որ այդ երկրներում են, այս բան չեն կարողանում դուրս գալ, այդ ուղղությամբ աշխատանք տալ։ Անվտանգային առումով Հայաստանում խաղաղություն է, ինչպես տեսնում եք, եւ պետք է փառք տալ Աստծուն դրա համար, որ Հայաստանում անվտանգությունը նույնպես զբաղվում է ընդհանուր անվտանգությանը։ Շատ լավ։ Հարցը անվտանգության մասն է, ոչ թե տնտեսական անվտանգության, անվտանգային տեսանկյունից փառք Աստծո Հայաստանում խաղաղությունը եւ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնահատում են այդ խաղաղությունը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այտենց աննախադեպ դեպք է էլի, միջև էս մեր մոտ էր պատերազմ ու զոհեր մշտապես լինում, զոհեր պատերազմ ամբողջ աշխարհում խաղաղություն էր, հիմա առաջին անգամն է, որ հակառակ process-ն է տեղի ունենում, այտենց ամենուր լարվածություն, ռումբեր, պայթյուններ, մահեր, զոհեր, իսկ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է ու նորից եմ ասում, Հայաստանի քաղաքական դաշտը քննարկում է, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունը կարկանդակա ու տոմետորա, թե եգիպտացող։ Պարոն Ալեքսանդրով վերջին 2 օրերի մարզային ձեր այցերը ներկուսակցական քարոզարշավի շրջանակում ինչպես եք գնահատում այդ 2 օրերը, մասնավորապես հանրության ընդունելության առումով շատ են չէ բուժում ձեր քաղաքական օպոնենտներն ասում են ձեր վարկանիշը շեշտով եկել է չունեք հանրային աջակցություն եւ այլն, խնդրում եմ արձագանք։ Նախ շատ բարձր եմ գնահատում արդյունավետությունը մեր այս այցերի, որովհետեւ հասցնում ենք շփվել քաղաքացիների հետ, նրանցից լսել մեր կողմից ներդրված ծրագրերի իրականացման ընթացքի մասին, դրանց լավարկման հնարավորությունների մասին, օրինակ երեք տաղուշում էինք ու դա ուղղակի ֆանտաստիկ էր, գիտեք նաև եղանք ոսկեպարի եկեղեցում, որը նույն ընդդիմադիրները գուժում էին, որ հանձնվում է, եղանք այդ եկեղեցում, մոն վառեցինք այդ եկեղեցում, անցանք այն գյուղերի կողքով, որոնք էլի ընդդիմադիրները պնդում էին, թե պետք է հանձնվեն, դատարկվեն եւ այլն, ու այդ գյուղերում տեսանք բնակելի նոր թաղամասեր, սահմանամերձ գյուղերում ամբողջական նոր կառուցված թաղամասեր 16 միլիոնի ծրագրով, ու պատմության մեջ երևի անկախ պատմության մեջ առաջին անգամ սահմանամերձ գյուղերը ոչ թե դատարկվում են, այլ շենանում են, այդ գյուղերում նորանոր տներ են կառուցվում, նորանոր բնակելի թաղամասեր են ավելանում ու այսպես էլ շարունակվելու է, ճանապարհաշինության առումով շատ մեծ բան տեսանք, մեծ մոտեցող օրինակ շատ թոշակառուներ, ուղղակի չգիտեմ, անչափ մեծ երախտագիտություն էին հայտնում առողջապահության, անվճար ապահովագրության համար իրենց համար ներդրված, խոսում էին այն մասին, որ դեղեր են իրանք կարողանում գնել լիովին անվճար։ Այո, որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետը ժողովրդավար մարդ է, այո, 3 օրվա մեջ եղել է մի այդպիսի դրվագ, գուցե վաղը էլի լինի, գուցե այն մյուս օրը 3 նմանատիպ դրվագ լինի, բայց այդպես է ուզում եմ վստահեցնել, որ այդ քաղաքացուն զուգարանում ոչ մեկ ծեծելով չի սպանելու։ Այնպես որ ամեն գալիս վարչապետը զեմլյակի վրա։ Դա էլ է նորմալ, մարդիկ վիճում են, նորմալ է։ Զեմլյակները հատկապես իրար հետ կարող են շատ ինչ ստուգումներ։ Այդ քաղաքացու։ Ես եթե հանկարծ նույնիսկ պլանային նման ստուգում բան արածա, ես կոչ եմ անում չանել այդ ստուգումը։ Կներեք, բայց ներողություն, մի րոպե, դուք ինչ իրավունքով եք, հա, բայց թեման եմ շարունակում։ Դուք ինչ իրավունքով եք կոչ անում Պեկին պլանային ստուգումը չիրականացնել։ Ես կոչ եմ անում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Դուք հիմա падգամավոր եք, իշխող ուժի փոխնախագահ։ Ժողովուրդ ջան, դա կապ չունի։ Այսինքն դուք ուզում եք ծածկատմփոց անել այդ ենթադրյալ օրինակ ինչ Ինչի եք ընկել այդ մարդու հետևից, ես չեմ հասկանում։ Խի եք ընկել այդ մարդու հետևից։ Մարդը հիմա կարծիք արտահայտել, անկեղծորեն չեմ հասկանում, թե խի եք ուզում գնան այդ մարդուն ինչ-որ մի վատ բան անել։ Իմ համար փակելու ցույց տալիս կառավարության նիստում հիմա մտահոգված ենք։ Հա, որովհետև այդ տվյալ դեպքում տեղի է ունեցել ապօրինություն, խանութը թաքցրել է հարկերը, խանութը բան արել։ Այս դեպքում մարդը արտահայտել է քաղաքական դիրքորոշում։ Թողեք մարդը արտահայտի իր անդիմադիր քաղաքական դիրքորոշումը։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ։ Իրավական համակարգի դժգոհություն եւ ասել իմանամա գրեմ ռուսաց թագավորն, որովհետեւ դուք մեր հարցերը չեք հասկանում։ Լսել եմ այդ նաև դրանից հետո լսել եմ տեղի ունեցած դեպքի մասին, իհարկե ցավալի դեպք է եղել, կենցաղային հողի վրա ծեծ կրտուկ, հետո մարդասպանություն, ցավալի ողբերգական դեպք է ու մեծ հաշվով այդ դեպքի մանրամասների մեջ չեմ ուզում խորանալ, բայց Ալեքսանյան մի հարց էլ տամ, դուք եք պարոն Ռուբինյանի նման համոզված, որ սահմանադրական մեծամասնություն եք կազմելու միայնակ եւ չեք համագործակցելու որևէ մեկի Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության, չէ, համոզված չեմ ոչինչի վրա ես համոզված եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի իմաստնության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անկախ ու խաղաղ Հայաստանում ապրելու անշեղ կամքի վրա։ Մենակ դրա վրա։ Որովհետև այս իշխանությունն է 3 պատերազմ բերել Հայաստանի գլխին։ 3 պատերազմ բերել այս իշխանությունը։ Այսինքն տենց այս իշխանությունն է, հա, տենց Ադրբեջանին բերել Հայաստանի կողքը բան։ Առնվազն 3 պատերազմ վերած իշխանությունը ոնց կարող է խոսել խաղաղության մասին ընդհանրապես։ Ես ասում եմ, այդ բերած հասկացողությունը պետք է նախ մի հատ հասկանալ որպես այդպեսին։ Այս իշխանություն, դե հա, մեր օրոք է եղել։ Բայց նշանակում է, որ կառավարման համակարգը լավ չի ձեր
Ինչը լավ չէ, այսինքն միջև մեր կառավարման համակարգը Ադրբեջանը այդ միլիարդների զենքեր, օրինակ 5 միլիարդի զենքը Ռուսաստանից առնում էր, որ դներ փոշիները փայլացներ վրան նայեր, ոչ թե Հայաստանի վրա հարձակվեր։ Պարոն Ալեքսանյան, ձեր օրոքետերից Չէ, փաստը դա չի։ Փաստը այնա, որ տարիներ շարունակ Հայաստանի ապիկար ղեկավարները Հայաստանի զինված ուժերը առհասարակ թողել են այնպիսի վիճակում, որ Հայաստանը մարդկանց համար ընկալվելու չէին հարձակվում Ադրբեջանը։ Բա քարորիա պատերազմի Քարորյան եղավ, բայց 4 օր տևեց, դերը 44 օրյա էր։ Հետո ջերմուկ։ Բախի 4 օր տևեց, բախի 4 օր տևեց։ Բախի 4 օր տևեց։ Բա չեք լսել, բա Ալիևի հայտարարությունները մշտապես ցիտում եք, բախի այս մեկը չեք ցիտում, թե խի դա 4 օր տևեց։ Այդ մեկը ձեռք չի տալիս։ Չէ, իշխանության ներկայացուցիչներն ասում են մեծ Սերժ Սարգսյանը եկավ, խոստացավ, որ ամեն ինչ տալու է, սաղ լավ ալնելու, գնաց իր մոտ տերոր կազմակերպեց, ինչ որ տենց բան ասում, այս անգամ բախի չեք ցիտում Ալիևի խոսքերը, սովորաբար ցիտում եք։ Պարոն Ալեքսանյան, Թեմատիկան շարունակելով էլի, եթե թույլ տաք հարգելի գործընկեր, պարոն Ալեքսանյան էլի վերադառնալով Քարոզ Արշավի վերջին 2 օրերին, ճիշտ ընկալեցի, հասկացա, որ քաղաքացիական պայմանագրի ընտրական լեյտմոտիվը լինելու է խաղաղության օրակարգը։ Ժամանակ առաջ, եթե հիշում եք, պարոն վարչապետը հայտարարեց, որ խաղաղությունը նոր իրողություն է եւ մեր հասարակությունը պետք է սովորի ապրել այդ նոր իրողության պայմաններում։ Ձեր տպավորությամբ մեր համակարգացիները սովորել են ապրել խաղաղության որպես նոր իրողության պայմաններում եւ արդյոք տոտալ, այսպես ասենք, աջակցություն է վայելում խաղաղության օրակարգը։ Թե ռևանշիզմի Շնորհակալություն, ես վստահ եմ, որ խաղաղությունը բացարձակ աջակցություն է վայելում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում, հատկապես որ ակնհայտ բան է, չէ, խաղաղության այլընտրանքը պատերազմն է ու Հայաստանի ընդդիմությունը առաջարկում է այդ այլընտրանքը, առաջարկում է պատերազմ, ինչպես գիտեք, ռուսաստանցի օլիգարխն առաջարկում է այդ այլընտրանքը, Քոչարյանասերժական ուժերը, չգիտեմ, Սերժ Սարգսյանի էս որպես այդպիսին պրոտեժե Արման Թաթոյանն առաջարկում է այլընտրանքը, բոլորը առաջարկում են այդ այլընտրանքը փաթեթավորված տարբեր ձևերով, օրինակ գիտեք ինչ որ տենց շատ իմաստուն ռուսաստանցի օլիգարխի շատ իմաստուն թիմի անդամները առաջարկում են, որպեսզի Չինաստանին բերեն թրիփի երաշխավոր ու դրանով իսկ Ռուսաստանին բերեն թրիփի երաշխավոր, դրանով ձախողեն թրիփը ձախողելով Հայաստանը հասցնեն պատերազմի եզրին, բնականաբար այս պատերազմի այլընտրանքը մշտապես կա ու խաղաղությունը որքան որ իրողություն է, այդքան էլ այդ իրողությունը կարող է փոխվել։ Մի վարքյան ավարտեմ էլի։ Ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական դաշտը ամեն ինչ անում է, որ Հայաստանի գլխին կախվի պատերազմը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը մտնի պատերազմի մեջ, որպեսզի այդ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կորցնի իր որդիների կյանքը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կորցնի իր որդիներին, որպեսզի դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը ստիպված լինի զրկվել իր ամենաթանկից իր անկախությունից։ Ես պնդում եմ, որ դա այդպես է։ Շողիկի հերթ։ Ինչի՞ց են հերով եք պնդում, ո՞ց կարելի է բան ցանկանալ։ Սպաները պնդում են, որ նա ինչի՞ց ելներով եք պնդում, որ կարողություններից։ Հարգե, դե նորմալ մարդը չի կարա։ Նորմալ, դե օքեյ, շատ նույն մեղադրանքները հնչում է մեր հասցեին, բայց փաստը մնում է փաստ, որ մենք Հայաստանի Հանրապետության իշխանություն լինելով հայտարարել ենք, որ մենք դադարեցնում ենք Ղարաբաղյան շարժումը, այլևս երբեք չենք վերսկսելու Ղարաբաղյան շարժումը, դրա համար արժանացել ենք Հայաստանի Հանրապետության ընդդիմադիրների ամենամեծ լուտանքներին ու ամեն ինչին, ու այստեղից հետևություններ ա ծագում, եթե Ղարաբաղյան շարժումը դադարեցնելուն ու այն չվերսկսելու խոստմանը մարդիկ դեմ են, ինչ են առաջարկում իրանք։ Ինչ են առաջարկում իրանք։ Բա ինչ են։ Չեն ուզում։ Բայց Ղարաբաղյան շարժման վերսկսելու թեման ի՞նչ է։ Բա Ղարաբաղյան շարժման վերսկսումը պատերազմի այ ապրեք, շատ ֆանտաստիկ բան եք ասում, բա այդ ում գնով, ում որդիների գնով այդ ազատագրումը ճակերտավոր։ Հա, դիվանագիտությամբ, դե որովհետև տանում են պատերազմ, որտեվ կներեք հազար ներողություն, օրինակ հիմա այստեղ Տաշիր մեդիայի լրատվականի անունը էական չի, բայց մի խոսքով ռուսաստանցի օլիգարխի լրատվական ներկայությունն էլ կա այս պահին այստեղ։ Տեսեք, հիմա ռուսաստանցի օլիգարխը ու իր եղբայրը ունեն 4 որդի։ 4 որդի։ Նարեկ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը ու մյուս երկուսի անունները չնշեմ, որտեղ քաղաքականության մեջ չկան։ 4 որդի, 4-ն է բանակից ազատված են տարբեր հանգամանքներով։ Հիմա երբ որ ես հասկանում եմ, կներեք, 4 որդի, 4-ն է ազատված են բանակից,
4-ն էլ ազատված են բանակից, որտեղ այդ մարդիկ ըստ երևույթին կապույտ արյուն ունեն, բայց նրանց Փաշինյանն էլ կապույտ արյուն ունի։ նրանց գործողությունները միտված են, կներեք էլի, պարոն Կիրակոսյան, կլինի ինձ չընդհատեք, հարգելի գործընկերներ, հեսա Հենց կպատասխան։ ցանկալի հարց եմ տալիս դա ընդհատել է, իսկ երբ Բայց երբ է եղել, որ դուք ուզենաք 10 հատ հարց տաք ինձ, ու ես 10-ին էլ չպատասխանեմ եղել, մի ընդհատեք, մի ընդհատեք, ով, որ կեսը։ Օրինակ վարչապետը։ Վարչապետը չի ծառայել, որովհետև մի վարքյան, վարչապետը չի ծառայել։ Ովելի մեծամասնությունը չեն ծառայել։ Նրանցից ոչ մեկ բժշկական կեղծ տեղեկանքով չի ազատվել ծառայությունից։ Նարեկ Կարապետյանը կներեք, ինչ տեղեկանքով ազատվել բանակից, չգիտեք, առողջապահական ինչ տեղեկանքով ազատվել բանակից։ Բա տեղյակ չեք իրաց լրատվականում եք աշխատում ու տեղյակ չեք, ինչ տեղեկանքով ազատվել։ Այդ տեղեկանքով առողջական բաներն ունեն, հա։ Այո, գիտեն, որ ես լիովին առողջ եմ ու անցել եմ ծառայության համար պարգևատրվել է կրծքանշանով, բայց մի խոսքով գիտեն այդ ամեն ինչը ու հետևաբար, բայց չգիտեք ինչի համար ազատվել ծառայությունից, հա? Չգիտեք, որ բժշկական տեղեկանքով ազատվել է ծառայությունից, ու հիմա այդ քննչականում գործ կա, որտեղ կասկածում են, որ այդ տեղեկանքը կեղծ է եղել, ու ինքը հրաժարվում է լրացուցիչ բժշկական զննություն անցնի, որ պարզվի կեղծ է եղել այդ տեղեկանքը, թե չէ։ Նիկոլ Փաշինյանը բանակից ազատվել է շատ պարզ բանով։ Այն ժամանակ եղել է օրենք, երբ որ 3 եղբայր են լինում տանը, 3-ից 2-ը ծառայում են, 3-ը ազատվում։ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ապրիլյան պատերազմին։ Նիկոլ Փաշինյանի որդին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ծառայել է Երևանից ամենահեռու զորամասերից մեկում ու կամավոր մեկնել է պատերազմ։ Այն դեպքում, երբ որ կապույտ արյունով Կարապետյանները չայ էին խմում ինչ որտեղ։ Պարոն Ալեքսանյան, ես ուզում եմ Իրանին կրկին վերադառնանք, դուք ասացիք, որ հոգևոր առաջնորդի եւ մյուս պաշտոնյաների այդ ցավակցական հեռագրի լրատվականի տերը քանի երկրի քաղաքացի է։ Ով այն լրատվականի տերը։ Ինձ եք հարց։ Ֆանտաստիկ է մեր մեդիա դաշտը։ Բայց ինչ կապ Ոնց ինչ կապ ունի։ Ժողովուրդ ջան, կներեք, չէ։ լրատվականը շատ ավելի կարևոր։ Այդ ձեր գործընկերներն Որովհետև դուք մտնում եք անձնական մեդիայի պատկանելությունը երբանից է անձնական տիրույթ, ժողովուրդ ջան։ Կներեք էլի մի հատ խոսք կազմաչափությունն էլ է ձեր ձեռը, մեղն էլ է ձեր ձեռը։ Պարզ եք, եթե խնդրալուց բանեք դեն։ Եթե ազգային ժողովը հավատարմագրել է, այստեղ խնդիր չկա այլևս։ Պարոն Կիրակոսյան, ես ասացի խնդիր կա, ես ասում եմ մարդիկ պետք է իմանան, որ լրատվականը ումա պատկանում։ Ոնց եք, չէ՞ ամեն անգամ ասում Civic-ը քաղաքացիական պայմանագրի լրատվականն է, մենք ասում ենք այո, որտեղ մենք թաքցնելու բան չունենք։ Ես կարծում եմ բոլոր քաղաքացիները պետք է հիմա օրինակ կարող է ամեն հարցազրույցի պնդում են, որ 5-րդ տալիքը սերտորեն փոխկապակցված է, չէ, որտեղ մարդիկ գիտեն, բայց կարծում եմ լրատվականները, որոնք որ նոր են, բացվել են օրինակ ռուսաստանցի օլիգարխի կամ նրա մերձավոր շրջապատի փողերով, այստեղ եւս քաղաքացիները պետք է իմանան։ Հաշվետվությունը բանը կլինի տենց։ ամեն անգամ 20 րոպե տևում ՍԼՄ-ների էր։ Պարոն Ալեքսանյան, դուք քանի որ ասացիք, որ այդ հեռագրի ցավակցական հեռագրի բացակայության բանում նշեցիք, որ բացի Իրանը մեզ բարեկամ նաև մյուս երկրներն են, որոնք տարբեր ինչ որ առումներով էլի ներգրաված են այս ամեն ինչում, այսինքն կարող ենք ասել, որ այս հեռագիր չհղելը նաև իրավիճակը չլարելու մյուս բարեկամների հետ որոշակի մոտիվ ունի։ Հարգելի գործընկերներ, ես կարող եմ ասել, որ մեր արտաքին գործերի նախարարությունը աշխատում է բոլոր գործընկերների հետ, բոլորի հետ կապի մեջ է, մեզ համար առաջնահերթությունը բնականաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, այդ տարբեր երկրներում, այս ամեն ինչից տուժած տարբեր երկրներում, մնացած մասով արդեն կարծում եմ հատկապես այսքան լարված իրավիճակներում եւ մնացածում ճիշտ կլինի, որպեսզի արտաքին գործերի նախարարությունը ձեզ ավելի մանրամասն ու հստակ պատասխաններ տա։ Հարց է, քանի որ այս կոնֆլիկտի հիմնական դերակատարը այստեղ ոնց որ գործոններից մեկը Ամերիկան է, Հայաստանը ունի Ամերիկայի հետ արդեն բազում ծրագրեր, ինչ որ անդրադարձ կամ հետաձգում, ինչ որ այդպիսի անհանգստություններ ունի Հայաստանը։ Չէ, իրականում այս պահի դրությամբ նման բան ընդհանրապես չկա, բոլոր ծրագրերը գնում են նախանշված սցենարով, նույնիսկ եթե չեմ սխալվում, ԲՏԱ ոլորտում հատկապես որոշակի առաջանցիկ տեմպեր էլ ունենք, եթե չեմ սխալվում, նորից կարող եմ մի բան սխալ ասեմ։ Եթե ծավալվի թրիպը չի հայտնվի տանի տակ։ Թույլ տվեք աշխարհակաղակական տենց բան վերլուծություններ չանեմ, դա բոլոր սցենարները հավատացնում եմ ձեզ, բոլոր սցենարները նկատի առնվում են, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ի տարբերություն Հայաստանի Հանրապետությունում գործող ընդդիմադիր դաշտի բացարձակ մեծամասնության